Սուր շնչառական վարակների լայն տարածումը վերջին շրջանում քաղաքացիների մոտ խիստ անհանգստություն և մտահոգություն է առաջացրել։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, որ հիմնականում սեզոնային բնույթ կրող հիվանդություններ են, որոնք նախորդ տարիներին էլ գլուխ էին բարձրացրել փոքր-ինչ տարբերություններով։ Դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքում այս շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսի, ադենովիրուսի և ռինովիրուսի հարուցիչներ։ Նախորդ տարիների ընթացքում նույնպես շրջանառվել են նույն հարուցիչները, այսինքն որևէ առանձնահատկություն չկա, միայն կփորձեմ առանձնացնել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, որը այս սեզոնի ընթացքում ավելի գերակշռում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում։ Տարածվող հիվանդությունների ախտանշանները միանման են՝ թուլություն, հասկ, թահոսություն, ջերմություն։ Հովհաննիսյանի խոսքով փոքր-ինչ բարդության ենք հանդիպում գրիպի դեպքում։ Հիմնականում բոլոր այս նշված սուրշնչառական վարակների դեպքում ախտանշանները միանման են, այսինքն ընդհանուր թուլություն, ջերմություն, քթահոսություն, հազ, գրիպի դեպքում մի փոքր ավելի ընթացքը սուր է եւ ընթանում է ավելի բարդ ընթացքով։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է 874 պացիենտ, ինչը Հովհաննիսյանի խոսքով նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 1,2 անգամ։ Թիրախային խմբեր են հանդիսանում 6 ամսականից 5 տարեկան երեխաները, ծերերը, խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք։ Հովհաննիսյանի խոսքով հոսպիտալացվածների 91%-ը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ 51-րդ շաբաթվա ընթացքում շարունակվում է պահպանվել սուրշնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը։ 51-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման ծառայություն դիմել են թվով 12181 պացիենտ, որոնցից 78%-ը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ Ներկայացված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ։ Քաղաքացիներն էլ հաստատում են, երեխաների մոտ եւ երկար է տևում եւ ավելի բարդ ու ծանր են տանում հիվանդությունները։ Հենց այս պահին էլ երևի այդ կարգավիճակում եմ արդեն ավարտման փուլին է։ Տան երեխաները անընդմեջ տենց եղել է, որ գրիպով վարակվել են, բայց էլի տան պայմաններում չի լինում ոչ մի ձև պայքարել, ուղղակի ժամանակը պետք է անցնի, որ չգիտեմ, մեկ է իմունիտետը բարձրացնող բաներ են կանում, բայց չի օգնում ոչ մի բան, ոչ մի դեղորայք չի օգնում, դժվար է անցնում, դժվար, մի կերպ պայքարում ենք։ Դեղերն էլ ենք օգտագործում, նես չի, որ իմունիտետը թույլ է, թե երեխաների մոտ, թե մեզ մոտ, բայց երկար է տևում, հենց նոր էլ բժշկի մոտ եմ գալիս։ Ոայ, կակրած մեր աղջիկը գրիպ էր, չէ, ինչպես պիտի պայքարենք, չգիտեմ։ Մենակ հեղուկները շատ հիմնականում ու շատ վատ է, որ այս գրիպները շատ տարածված են ու նույնիսկ պատվաստումները չի օգնում այս վիրուսների ժամանակ։ Ինչպես պաշտպանվել տարածվող հիվանդություններից եւ ինչպես կանխարգելել արդեն իսկ ձեռք բերված հիվանդությունը, Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս պատվաստվել եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Իրականում ես ստեղ կուզեմ էլի առանձնացնեմ գրիպը, քանի որ այս սեզոնի ընթացքում գերակշռում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը։ Մենք բազմիցս հորդորում ենք, որ պետք է պարտադիր պատվաստվել գրիպի դեմ, խուսափելու համար գրիպի վարակվելուց կամ բարդություններից խուսափելու համար, որովհետև գրիպի դեպքում բարդությունները առավել հաճախ են լինում, քան այլ շնչառական վարակների դեպքում, դրա համար լավագույն պաշտպանիչ միջոցը դա պատվաստումն է։ Այլ շնչառական վարակների մասով նշեմ, որ բնակչությանը մենք միշտ հորդորում ենք խուսափել այն անձանցից, ովքեր ունեն շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ իրենց հետ շփումից, կարևոր է մնալ տանը, եթե անհրաժեշտ է դուրս գալ, գոնե դիմակ կրեն դուրս գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որովհետև հակաբիոտիկները ցուցված չեն գրիպի եւ սուրշնչառական վարակների բուժման համար, օդափոխել հաճախ տարածքը, հետևել հազալու փրշտալու վարվելակարգին եւ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Նշեմ, որ այս պահին, քանի որ շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը եւ մեր հիվանդացության մեծ մասը կապված է հենց այս ենթատեսակի հետ, կարեւոր է նշել, որ մեր գրիպի դեմ պատվաստանյութը հենց պաշտպանում է այս H3N2 ենթատեսակից, նաև պաշտպանում է գրիպ A եւ B տեսակներից, բայց քանի որ այս բան շրջանառվում է H3N2 ենթատեսակը, ուզում եմ առանձնացնել, որ պաշտպանում է H3N2 ենթատեսակից վարակվելուց։